Նարինե Ղազարյան, ապրելու երկիր կուսակցության վստահված անձ, 9/32 ընտրատեղամասում գրանցել եք հետևյալ դեպքը, թե ինչպես մի տղամարդ ներկայացել է խմբով, խումբը 8-ից 10 մարդիկ էին, ի դեպ ասեմ մեծահասակ էին, եւ ինքը այդ մարդկանց առաջնորդում էր։ Սկզբից այդ մարդը միանգամից մոտիկացել էր ինձ, ներկայացել, որ բերել է մարդկանց, ու ինքը ակնոցներով էր, ես չհասկացա, ուզում էի ճշտել ով է ինքը, հետո ինքը մոտիկացավ հաջորդ աղջկան, հանձնաժողովի քարտուղարուհուն եւ իրան արդեն դիմեց, որ բերել եմ ցույց տալով, խումբը բերել եմ, այդ աղջիկն էլ չէր իմանում ով է տվյալ տղամարդը եւ մենք արդեն հարցնում ենք իսկ դուք ով եք, ինքը այդ ընթացքում խումբը թողեց եւ դուրս եկավ, քանի որ մենք չենք կարող ինչ որ կերպ մարդկանց խոչընդոտել ընտրության, այդ մարդիկ իրանց ընտրությունը կատարել էին եւ դուրս եկել։ Մաքսիմում 15-20 րոպե անց նույն անձը, նույն տղամարդը մտնում է ընտրատեղամաս, ելի երկրորդ խմբի հետ եւ առաջնորդում այդ մարդկանց։ Այդ ժամանակ ես արդեն հրավիրեցի, որ հանձնաժողովի նախագահան ճշտի այդ տվյալ մարդու ով լինելը, միանգամից մոտիկացանք մենք եւ հանձնաժողովի նախագահան տվյալ մարդուն դուրս հրավիրեց ընտրատարածքից։ Այդ ժամանակ ես իրան մոտիկացա, հարցրեցի, կներեք իսկ դուք ով եք, ինքը սկզբից ներկայացավ, իրար խառնվեց, սկզբից ներկայացավ, թե այս ընտրատեղամասից է, Այգեստանից, հետո ասեց պլանի գլուխ, քիչ հետո ինքը լրիվությամբ անհետացավ տարածքից, նստել է ավտոն գնացել, իսկ առավոտից, երբ ժամը 7-ից մենք ընտրատարածքում էինք, ներկա էին 3 վստահված անձ եւ կար ԿՊ-ից զույգ, կին եւ տղամարդ, իրանք միասին էին, իհարկե հանձնաժողովի նախագահ խնդրեց իրանցից մեկը մնա, մյուսը աշխատի, մյուսը դուրս գնա եւ այդ ընթացքում կինը մնաց, տղամարդը դրսում էին, իրանք հաղորդակցվում էին, հետո այդ դեպքից հետո իմ կարծիքով այդ տղամարդը պետքա մոտիկանար հենց ԿՊ-ի վստահված անձին այդ կնոջը, ուղղակի ինքը միանգամից մտնելուց մեզ էր նկատել եւ մեզ էր մոտիկացել շատ ուրախ դեմքով եւ ասաց, որ բերել է այդ մարդկանց։ Այդ դեպքից հետո այդ զույգը փոխվել են եւ վստահված անձներից կինը գնացել է, մնացել է տղամարդը։ Հիմա մենք սպասում ենք, թե երրորդ անգամ նույն տղամարդը ինչ որ խումբ մարդկանց կբերի, թե ոչ, եւ տեղեկացված է հանձնաժողովի նախագահան, տեղեկացված են բոլորը, որ կրկնվելու դեպքում արդեն համապատասխան միջոցներ ձեռնարկեն, թե այդ մարդու անձի հետ կապված ճշտեն ինքը ով է, ընդհանրապես եւ ինչ գործ ունի նման բան անելու հետ, հատկապես կոպիտ կոշտ խախտում է դա, քանի որ երկրորդ անգամ հանձնաժողովի նախագահան մոտիկացել է եւ տվյալ տղամարդուն տարածքից դուրս հրավիրել, ինքը հանգիստ գնացել է։ Երրորդ անգամ հանձնաժողովի նախագահան արդեն պետքա տեղեկացնի ոստիկանությանը եւ արդեն իրանք իրենց քայլերը կանեն։